Ու պրոբլեմն է, որ դուք ազատությունը պահում եք ձեր համար, մահը տալիս եք ժողովրդին։ Մահ կամ ազատությունը դաշնակցության համար է դա։ Ազատությունը ձեզ, մահը ժողովրդին։ Ու ձեր համար բանը, հա, այսինքն անընդհատ պետք է լինի ազատագրական պայքարի process։ Անընդհատ դուք միշտ փնտրում եք ինչ որտեղ փնտրում եք Աբդուլ Համիդ, որից պետք է ազատագրվել։ Նույնիսկ եթե չկա Աբդուլ Համիդ, դուք կհորինեք Աբդուլ Համիդ։ Նույնիսկ երբ որ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել այդ անկախ պետության մեջ։ Ինչի՞ց եք ուզում ազատագրվել, երբ որ մենք արդեն ունենք անկախ պետություն, պարոն Մինասյան։ Ու ամենապրոբլեմատիկն է նա, որ դուք այդ ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցեք, որ այդ հրդեհը բռնկվի եւ այդ պետականության վերջը տակ, հետո ասեք, հա, հիմա մենք գնում ենք ազատագրվելու։ Եվ այստեղ, պարոն Մինասյան, դուք հրաշալի տանգոյի մեջ եք Կտրիչ Ներսիսյանական եկեղեցու հետ, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանական եկեղեցին էլ չի ուզում, որ լինի պետականություն, որովհետեւ երբ որ չլինի պետություն, կլինի տարածք, չի լինի քաղաքացի, կլինի բնակիչ, եւ եկեղեցին կլինի այդ տարածքի տեղապահը այդ օտար կայսրության համար, որ հետո եկեղեցին ու դուք գաք ասեք, երբ որ չկար պետություն, եկեղեցին կատարում էր պետության դերը, այսինքն սկզբից ուտեք պետության գլուխը, հետո դառնաք տեղապահ, հետո ասեք մենք կատարում ենք պետության դերը, երբ որ պետություն չկար, հեսա ձեր կոնցեպտը։ Ձեր սոֆթը տենց է գրած, պարոն Մինասյան, դաշնակցության սոֆթը տենց է գրած, որ